Պարզվեց նաև Դավիթ Ղազինյանի կալանք տվող դատավորն ա եղել, այնպես որ չեմ կարծում, այսպես շատ ակնկալիքներ չկան, արդարադատության։ Իհարկե միշտ գալիս ես դատարան, ակնկալիք է նա, որ իրականացնի արդարադատություն, ճնշում դեմ ինչի տրվի, բայց մեծ հաշվով այս արդեն 8 տարվա ընթացքում տեսնում ենք ընդհանուր պատկերը ու առանձնապես այսպես դրական ակնկալիք է։ Պարոն Քոչարյան, վիճակով պայմանավորված միտի հետազոտություն կամ գուցե կալանքի որոշում խուսափում տնային կալանք։ Չգիտեմ, մի փոքր որ ինչ որ բան կա մտածում եմ, որ միգուցե այդ առողջական վիճակը հաշվի առնելով ինչ որ ուրիշ բան լինի, բայց չգիտեմ, գիտեք, որ հենց այդ օրը առավոտյան գալու են ձերքում, որովհետև շատ քննարկվեց նաև շարժվեց քրթվականների կողմից, որ դուք գիտեք դրա համար Լևոն Քոչարյանը եկավ այդպիսի սուր ձևակերպման փորձ տվեց, ասես ֆիքս դավաճան, որ հետո ոնց որ դրանով պայմանավորեն գալը։ Մյուս կողմից այսօր Տարոն Չախայանն ասում է, պետք է պարզենք, թե ով է տեղեկություն տվել, որ դուք գրել եք բարի գալու սահացը։ Որ ձեռները կտրեն, չէ՞։ Ես ուզում եմ հաղորդում տալ հանցագործության մասին այս առումով, իսկապես ես գիտեի, որ գալու են, ու դա իմացել եմ Նիկոլ Փաշինյանից, ինքը դրա մասին խոսել է թե նախընտրական շրջանում, թե հատկապես վերջում Աժ-ամբիոնից, կոնկրետ Աժ-ամբիոնից խոսել է դրա մասին, այնպես որ առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով, որ նախօրոք տեղեկություն է հայտնում գործով մանրամասների հետ կապված։ Բայց հենց գիտեք, որ հենց այդ օրն էր գալու։ Եթե ավելի լուրջ իհարկե չգիտեի, որ մյուս օրն են գալու, ճիշտ է, երեկոյան մամուլը գրեց դրա մասին, բայց ընդհանուր մենք հասկանում ենք, որ այս ամբողջ իր խոսույթը, կոնկրետ սպառնալիքները, միջելս ոչ միայն իրա, նաև մյուս քրթվականների պատգամավորների, հասկանում ենք, որ ինչ որ գործընթաց կա նույն հորս հետ կապված, երբ որ ապօրինի չթողեցին մի քանի օրով բացակայել երկրից, այսինքն հասկանում ենք, որ ինչ որ բան էփվում է, բայց այն ինչ իրանք նկատի ունեն, որ ներսից ինչ որ ինֆորմացիա կար, չէ, դա այդպես չէ։